Ռոզա Դավթյանի հարսանեկան արարողությանը տոնական ու ջերմ մթնոլորտ էր տիրում, որտեղ ամեն պահ հագեցած էր սիրո, ընկերության և անկեղծ հույզերի զգացողությամբ։ Միջոցառման կարևոր հյուրերից էին նաև Լևոն Մկրտչյանն ու նրա սիրելին Էվելինա Ստեփանյանը։ Նրանք իրենց նրբաճաշակ և ներդաշնակ տեսքով ևս մեկ անգամ արժանացան բոլոր ներկաների ուշադրությանն ու հիացմունքին։ Լևոնն ու Էվելինան միջոցառման ողջ ընթացքում աչքի էին ընկնում իրենց զուսպ, բայց միևնույն ժամանակ շատ ջերմ վարքով։ Նրանք նրբանկատորեն ուղեկցում էին միմյանց, պարում էին, ժպտում և ուրախանում Ռոզայի ու նրա սիրելիի երջանկության համար։ Նրանց ներկայությունը նույնիսկ լրացուցիչ գունավորեց օրվա մթնոլորտը, իսկ հասարակության կողմից տրվող ուշադրությունը վկայում էր, որ այս գեղեցիկ զույգը մեծ սեր և համակրանք է վայելում։ Էվելինան իր նուրբ, կանացի կերպարով և լուսավոր ժպիտով շատերի սրտերն էր գրավել, իսկ Լևոնն իր հոգատարությամբ ու հարգալից վերաբերմունքով ինչպես իր սիրելիի, այնպես էլ մյուս հյուրերի հանդեպ ևս մեկ անգամ ապացուցեց, թե ինչպիսի բարձր արժեհամակարգերի կրող է։ Ներկաներից շատերը նշում էին, որ Լևոն Մկրտչյանն ու Էվելինա Ստեփանյանը կարծես դարձել էին օրվա երկրորդ ամենասիրված զույգը։ Նրանց ճաշակով հագուստի ընտրությունն, իրենց նրբաճաշակ և համահունչ կերպարը լրացնում էին միմյանց, ստեղծելով կատարյալ ներդաշնակություն։ Հարսանիքի ընթացքում Լևոնն ու Էվելինան ջերմորեն շնորհավորեցին Ռոզային և նրա ամուսնուն, մաղթելով անսահման երջանկություն ու սեր։ Հյուրերը նշում էին, որ նրանց բարեմաղթանքները ոչ միայն բառեր էին, այլև զգացվում էր գալիս էր սրտի խորքից։ Այդ օրը ևս մեկ անգամ ամրապնդեց Լևոնի ու Էվելինայի սերը հասարակության աչքում, որպես մի գեղեցիկ, արժանի և հարազատ զույգ, որի յուրաքանչյուր հայտնվելը դառնում է միջոցառում։ Ուզում եմ նաև հետաքրքիր շնորհավորանքներ գրել։ Լևոն Մկրտչյանի և Էվելինա Ստեփանյանի հարսանիքը գերազանցեց բոլոր սպասումները։ Շքեղ արարողություն, որին ներկա էին ոչ միայն մշակութային ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, այլև քաղաքական վերնախավի կարևոր դեմքեր։ Այն արժանացավ հանրության լայն ուշադրությանը։ Ամենաշատ քննարկումները վերաբերեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների ներկայությունը հարսանիքին, ինչն էլ բուռն շահարկումների պատճառ դարձավ։ Հարսանյաց հանդիսության ընթացքում հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից պարզ դարձավ, որ Փաշինյանի ողջ ընտանիքը ներկա է հարսանեկան արարողությանը։ Հրաչյա Հակոբյանն, ով Աննա Հակոբյանի եղբայրն է, հրապարակել էր տեսանյութեր ու լուսանկարներ Ինստագրամի իր էջում, որտեղից պարզ էր դառնում, որ նա իր քրոջ դստեր Մարիամ Փաշինյանի հետ լավ ժամանակ է անցկացնում։ Նրանք ամբողջ ընթացքում միասին պարում ու ուրախանում էին։ Հասարակության ուշադրությունն առավել սրվեց, երբ բացահայտվեց, որ Լևոն Մկրտչյանի քույրն ամուսնացած է քաղաքացիական պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ։ Այս տեղեկությունը սոցցանցերում գրեթե անմիջապես սկսեց բուռն քննարկումներ առաջացնել։ Արդյոք իրականում Հակոբյաններն ազգակցական կապ ունեն Աննա Հակոբյանի և ընդհանրապես Փաշինյանի ընտանիքի հետ։ Հիշեցնենք, որ դրանից առաջ Էդգար Հակոբյանը լրագրողների հետ զրույցում կտրականապես հերքել էր նման կապերի գոյությունը, ասելով, որ վերջին օրերին բազմաթիվ շահարկումներ են գնում դրա հետ կապված ու դա սուտ է։ Իմ ազգանունը Հակոբյան է և դա չի նշանակում, որ մենք բարեկամներ ենք։ Սակայն հարսանիքի ընթացքում տեղի ունեցածը հակառակն էր վկայում։ Աննա Հակոբյանի ընտանիքի անդամների ջերմ ներկայությունը, Մարիամ Փաշինյանի և Աշոտ Փաշինյանի ակտիվ մասնակցությունն ու ամենակարևորը՝ ներքին շփման տեսարաններն արդեն չեն թողնում կասկածի տեղ։ Հարսանեկան սրահում կադրեր են հայտնվել նաև, որտեղ Աննա Հակոբյանը ջերմորեն շնորհավորում է նորապսակներին, իսկ վարչապետի ընտանիքին մերձ կանգնած հյուրերը շատ հստակ ընդգծում են այս միությունն իրենց համար նույնպես առանձնահատուկ կարևորություն ունի։ Այս ամենը հասարակության մեջ տարատեսակ կարծիքների տեղիք տվեց։ Մի մասը խոսում է քաղաքական կապերի հնարավոր ազդեցության մասին Լևոն Մկրտչյանի կարիերայի, հայտնիության և հանրային ներկայության վրա, իսկ մյուսները պնդում են՝ սա պարզապես սիրո պատմություն է, որը բերում է նաև նոր կապեր։ Բայց ինչ էլ լինի, ակնհայտ է, այս հարսանիքը վաղուց դուրս է եկել միայն մշակույթի կամ շոու բիզնեսի շրջանակներից, այն դարձել է հետաքրքրության նոր կենտրոն, որտեղ խառնվում են արվեստն ու քաղաքականությունը, ընտանիքն ու պետական պաշտոնները, սերը և հանրային շահը։ Իսկ Լևոն Մկրտչյանն ու Էվելինան, ինչպես նաև նրանց մտերիմ շրջապատը վաղուց հայտնվել են մեծ ուշադրության կենտրոնում ոչ
միայն իրենց հմայքով, այլև բարդ ու չհերկվող կապերով։